բնականաբար այս ծրագրին շատ բացասական ենք վերաբերում, որովհետև սա ոչ թե ծրագիր է, այլ ըստ իս սա սպառնալիք է, որովհետև եթե այդպես Աստված մի արասցը եւ մենք վստահ ենք, որ այդպես չի կարող լինել, եթե այդպես լինի, նշանակում է այլ խոսքով ասված, իրենք ասում են, որ մենք եթե իշխանություն լինենք, պիտի քանդենք եկեղեցին։ Ինչու՞։ Փորձեմ պարզաբանել, որովհետև եթե ամենայն հայոց կաթողիկոս փոխելու նպատակ ունեն, դա նշանակում է եկեղեցին ոչ թե երկու մասի բաժանել, այլ երեք մասի բաժանել, որովհետև Փառք Աստծո ամենայն հայոց հայրապետին, որ գլուխն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու, աջակից են հոգևորականած դասի մեծամասնությունը, գերակշռող մեծամասնությունը։ Ինչպես եք պատկերացնում առանց վեհափառ հայրապետի եկեղեցի, ինչպես եք պատկերացնում քահանաների ծառայությունն ու գործունեությունը այդ պարագային, եթե իրենց ցանկությունը ի կատարածվի։ Ի վերջո վեհափառ հայրապետի պաշտոնը, այսպես ասած, պաշտոն չէ, դա հանգամանք է, դա դարերով սրբագործված աթոռ է Գրիգոր Լուսավորչից եւ դրանից առաջ Թադեոս Առաքյալից փոխանցված աթոռ է եւ սա պիտի գիտակցեն բոլորը, չէ՞ որ մեր եկեղեցին դարեր շարունակ կոչվում է Թադեի վիճակ։ Չպիտի մոռանանք, որ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ թե պարզ պաշտոնյա է, այլ ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրված եւ ամենակարևորը օծված օծյալ կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս։ Հոգևորականի նամանավանդ ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը ոչ քաղաքական պաշտոն է, ոչ ինչ-որ հասարակական կազմակերպության պաշտոն է, որ որևէ մեկը, ով ուզում է լինի, կարողանա ինչ-որ ձայներով փոխել։ Բնականաբար, ուրեմն մենք բացասաբար ենք վերաբերվում այս կարծիքին, որովհետև դա նորից եմ ասում, որպես պարզ քաղաքացի, եթե դատեմ, չի կարող լինել ծրագրի մաս։ Դա հակասահմանադրական է։ Այսօրվա սահմանադրության համաձայն պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին եւ ներքին գործերին։ Այսինքն փաստորեն կարող է անձը բարձրաձայնել մի բան, որ հակասահմանադրական է, ու կարող են այս բարձրաձայնած կարծիքին, հակասահմանադրական կարծիքին աչք փակել իրավասու մարմինները։ Եվ սրա վերաբերյալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն էլ իր կարծիքը հայտնեց եւ առհասարակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում ինչ որ արվում է օրենքին դեմ, ամբողջը հակասահմանադրական է եւ ել չասենք, որ նաեւ դիպչում է պարզ հավատացյալների կրոնական համոզմունքներին, կրոնական զգացողությանը եւ փոթորկում ու պղտորում է պարզ հավատացյալի, պարզ հոգեվոր կյանքը։